Փակվելու թե միավորվելու են Գյումրու առաջին ու երկրորդ պոլիկլինիկաները։ Հունիսի 21-ին բուժաշխատողի օրը Գյումրիում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը Գյումրու առողջապահական կառույցների հետ կապված խնդիրների մասին հարցին պատասխանեց այսպես. Գիտեք, որ երկրորդ պոլիկլինիկայի արդեն վերակառուցման շինարարության մրցույթային ընթացքում ենք, նախագիծը արդեն իսկ պատրաստ է եւ կարծում ենք պահպանելով մշակութային նաեւ շենքի արժեքը հիանալի նոր ստանդարտների պոլիկլինիկա ենք ստանալու։ Բժշկական կենտրոնը եւս որոշակի վերանորոգումների ընթացքով է ուրեմն անցնում եւ մեր կարծիքով առաջիկա 1 տարվա ընթացքում Գյումրին իր առողջապահական օբյեկտներում շատ մեծ տարբերություն է զգալու։ Պոլիկլինիկաների միացում սպասվում է, թե ոչ հարցին ավելի ուշ ցայգի տաղավարում պատասխանել էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Նախագիծը հարմարեցվում է պատմամշակութային արժեք ունեցող շենքի մագարտագի։ Դրանից հետո մենք այնտեղ ունենք նաև շտաբ օգնության կայանը, Արյան բանկը եւ երկրորդ պոլիկլինիկայի բուն անձնակազմը։ Մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի տեղափոխենք այդ այնտեղ գործող կառույցներ, որովհետեւ կարողանանք վերանորոգումն անել։ Շատ մեծ պլաններ կան երկրորդ պոլիկլինիկայի հետ կապված, բայց դեռ վաղ է խոսել միացման մասին։ Նախարարն էլ վստահեցնում է, գործազրկության վտանգ չի սպառնա պոլիկլինիկաների աշխատակազմին։ Ձեզ վստահեցնեմ, որ ոչ մի բուժաշխատող ուրեմն առանց աշխատանքի չի մնալու եւ վերապատրաստումների եւ բոլոր հնարավոր տարբերակներով մենք ապահովելու ենք, որ ցանկության եւ ուրեմն պարագայում բոլորը աշխատանք ունենան։ Պատասխանատուները ընդգծում են տարբող աշխատանքներից հետո Գյումրու առողջապահական ոլորտը մեկ քայլ դեպի զարգացում է գնալու։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Արդեն երկրորդ տարին է նոր կյանքում նոր ձևաչափ է թելադրում 7 քար փառատոնը, որը իրականացվում է Լիտվոր Շիրակ ծրագրի շրջանակներում Արագած Հովիտ տեղական ակտիվ խմբի կողմից, հիմքում պահելով ավանդական դարձած խաղերը։ Բարի գալուստ 7 քարի փառատոն։ Բակային խաղեր գյուղմարկետ խաբու խազակում։ Սա այն է, ինչ առաջարկում է 7 քար փառատոնը։ Լիտվոր Շիրակ ծրագրի ղեկավարի խոսքով այս փառատոնի նպատակն է ակտիվացնել կյանքը համայնքներում միավորելով բնակիչներին։ Այս տարի փառատոնի գլխավոր աջակիցը Արտիկի համայնքապետարանն է։ 7 քարը նաև մի էլեմենտ ունի, մենք ասում ենք նորարարությունը դա ավանդույթներն են մի փոքր անակնկալով, ու հենց այս 7 քարում մենք փորձում ենք եթե շրջեք այդ խաբուխազ ակումբնա տատիների, նաև 7 քար խաղ ինքնին, մենք փորձել ենք այդ ավանդույթները, որ գոյություն է տարածաշրջանում, մի փոքր անակնկալ դնել, ժամանակակից սարքել ու մատուցել։ Սա արդեն երկրորդ տարին է, որ այս 7 քար բակային փառատոնը իրագործվում է եւ հուսով ենք, որ սա բարբերաբար ամեն տարի կլինի։ Փառատոնի առաջին անցկացումից հետո գաղափարը եղել զարգացնել ավանդական խաղը, պահել ուշադրության կենտրոնում եւ ներառել ամբողջ հանրապետությունը։ 7 քար կյանքի է կոչվել Լիտվոր Շիրակ ծրագրի շրջանակներում, երբ որ ծրագրի ծանոթացման փուլում գյուղի երեխաները սկսեցին աշխատել, իրենց հետաքրքրությունն էր հետաքրքրում, թե ինչով են զբաղվում, ինչն է հետաքրքրում, ու երեխեքն են հայտնել այդ միտքը, էլի որ 7 քարը իրենց համար շատ հետաքրքիր ու ժամանցային խաղ է, հենց Պենզաշենից է սկիզբ առել։ Մեր առաջին խաղն էլ հենց Պենզաշենում է տեղի ունեցել։ Հիմա ճիշտ ասած 7 քարի ֆեդերացիա ունենք, առաջիկայում նախատեսում ենք արդեն ոչ միայն մարզային, այլև հանրապետական խաղեր կազմակերպել։ Փառատոնին մասնակցում են Լիտվոր Շիրակ ծրագրի շրջանակներում մյուս համայնքներում ձևավորված տեղական ակտիվ խմբերը։ Ըստ իրենց սա լավ տարբերակ է ազգային ու ավանդականը օգտագործելով դեպի համայնք սևեռել ներքին եւ արտաքին զբոսաշրջիկների ուշադրությունը։ Բնականաբար շատ մեծ ակտիվություն է բերում համայնքային կյանքի եւ երիտասարդների եւ դեռահասների համար եւ մասնավորապես հատկանշական է, որ կարեւորում է բակային խաղերի կարեւորությունը, հա, այսինքն մարդիկ իմանում են, վերհիշում են իրենց բակային խաղերը, մասնավորապես 7 քարը, որը
գրեթե բոլորս երևի թե խաղացել ենք։ Կենտրոնական Շիրակ տախը այս անգամ ներկայանում է իր սոցիալական ձեռնարկատիրությամբ բրդուճ ազգային սննդի կետով, որը իրականում հիմնվել է ազգագրական ուսումնասիրությունների հիման վրա, այսինքն ուսումնասիրվել է Շիրակյան խոհանոցը։ Փառատոնի գաղափարը բավականին հետաքրքիր է, ինչու, որովհետև հին խաղերը, մասնավորապես 7 քարը, որը բոլորիս հայտնի է, նորով է ներկայանում ու ամբողջական փառատոնի ոչ թե խաղի, այլ խաղ փառատոնի տեսքով, որը շատ հետաքրքիր մոտեցում է խաղին եւ այս դեպքում ճանաչելիություն է բերում նաեւ հայկական ազգային ավանդական խաղերին։ Փառատոնի կազմակերպիչները խոստանում են փառատոնի շարունակականությունը պահել, որպես ավանդական խաղերը պահելու լավագույն օրինակ։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանը 2 ամսով կկալանավորվի, դատարանը հրապարակել է որոշումը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին փոխանցեց, որ դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։ Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Միքայել arczepiskopos Աջապայանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել նրան։ Ինչպես հայտնել էինք, Միքայել Աջապայանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, այս մասին հաստատել են նաև գլխավոր դատախազությունից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Հիշեցնենք, որ նախորդին Միքայել arczepiskopos Աջապայանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել էր Հայաստանի քննչական կոմիտե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով եւ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 4.1 հոդվածի 2-րդ մասով Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն տեղակալի պաշտոնից։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարարությունները ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի ուշադրության առանցքում են։ Հենց դրանով էլ պայմանավորված նախաձեռնվեցին խորհրդարանական լսումներ։ Պատգամավորներից բացի դահլիճում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, ոլորտով շահագրգիռ այլ պաշտոնյաներ, փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Համակողմանի դիտարկվեց օրենսդրական բարեփոխումների ազդեցությունը աշխատաշուկայի միջազգային համապատասխանության, գիտության և գիտատեխնիկական զարգացման նախադրյալների ձևավորման տեսանկյունից։ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը մինչ առաջին ընթերցմամբ կքննարկվի առաջիկա արտահերթ նստաշրջանի ընթացքում, փաստաթղթում տեղ գտած մշակումները նախ քննարկվում են լսումների շրջանակում։ Նախագծի շուրջ աշխատանքները տևել են գուցե 1-2 տարի։ Այս ընթացքում մենք մի քանի 100 մասնակիցների ներգրավմամբ փորձագիտական շրջանակներ, մեր գիտական ինստիտուտի ներկայացուցիչներ, ակադեմիայի ներկայացուցիչներ, տարբեր գերատեսչություններ, պետական, տարբեր անհատ խմբերի նախաձեռնությունների հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, 1000 էջից ավել առաջարկություններ ստացել ենք, քննարկել ենք, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց այդ մեր քննարկումների արդյունքում մեր կարծիքով եկել ենք ըստ էության կարելի ասել լավագույն լուծման։ Նախագիծն առավել մանրամասնելու համար ամբիոնին մոտեցավ Ժաննա Անդրեասյանն ու նշեց, որ կառավարությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ստանձնել է հստակ հանձնառություններ, որոնք ամրագրված են կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ու կառավարության գործունեության ծրագրերում։ Եթե մեկ բառով ձևակերպենք կառավարության նպատակադրումը, դա միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության և գիտության համակարգի ձևավորումն է։ Նպատակադրված է ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչև 8 բուհ ուժեղ հետազոտական բաղադրիչով։ Ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին 500-յակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն,
Առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը, որը մեր համակարգի մրցունակության ցուցանիշ է։ Եվ եթե ընտրում են հայաստանյան բուհերը, ուրեմն ընտրում են, որովհետև կա որակ, ընտրում են, որովհետև կա հեռանկար, ընտրում են, որովհետև դա մրցունակ է։ Հստակ հանձնառություն ենք ստանձնել, որպեսզի որևէ պատշաճ առաջադիմությամբ ուսանող դուրս չմնա բարձրագույն կրթությունից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Հաջորդ կետով էլ կառավարությունը պարտավորվել է մրցունակ դարձնել նաև գիտության ոլորտը, էապես կավելացվի ֆինանսավորումը, կներդրվեն գիտնականների տարբեր խմբերին աջակցելու գործիքակազմեր, կձևավորվեն գիտական հետազոտություններ անցկացնելու պատշաճ եւ մրցունակ միջավայրեր։ Այսօր մենք ձեզ հետ մի իրավիճակում ենք, երբ որ կառավարությունն ըստ էության իրացրել է գիտության ոլորտի իր խոստումները։ 18-ի համեմատ գիտության ֆինանսավորումը մեծացել է 280%, գիտնականների միայն բազային վարձատրությունը բարձրացվել է 105-ից 300%, ձևավորվել է միջազգայինորեն մրցունակ հետազոտություն անելու համար հագեցած միջավայր կապիտալ ներդրումների խոշոր ծրագրերով, որոնք ոլորտում իրականացվել են եւ իրականացվում են, ներդրվել են շուրջ 20 տարբեր դրամաշնորհային ծրագրեր, էապես ավելացնելով մեր գիտության մրցունակությունը։ Բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում գործադիրը նաև մշակեց ու հաստատեց ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը։ Հայաստանում ամերիկյան համալսարանը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը այս միացման ծրագրին լինելու են թե ոչ։ Ակադեմիական քաղաքում գործելու ծրագիրը պետության համար գործում է նախ եւ առաջ պետական բուհերի համար։ Մնացած բոլոր բուհերը իրենց ցանկության պարագայում սիրով սպասված են եւ ակադեմիական քաղաքում կա անհրաժեշտ թե տարածք, թե հնարավորություն հյուրընկալելու միջազգային եւ մասնավոր բուհերին։ Նախարարը մատնանշում է նաև խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքը։ Հայաստանյան կրթական համակարգի կարևորագույն խնդիրը, որը խեղել է կրթության կառավարման ու ֆինանսավորման համակարգերը, ազդել է բովանդակության եւ որակի վրա, եղել է կրթական համակարգի ենթարկեցումը քաղաքական եւ կուսակցական շահերին։ Հաջորդիվ նախարարն ընդգծում է ակադեմիական ազնվության բացակայությունը, որի ցուցիչն է օրինակ ամեն քայլափոխի գովազդվող կուրսային, ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի եւ այլ աշխատանքների վաճառքը, որոնք այնուհետև շարունակաբար հայտնվում են մեր տարբեր ֆակուլտետներում, տարբեր տարիներին պաշտպանվող աշխատանքների շարքում, մեր աչքի առաջ եւ դրանով իսկ մեր լուռ համաձայնությամբ։ Քննարկումների առանցքում է կրթության որակը, որի ապահովման ու վերահսկողության կարևոր գործիք Ժաննա Անդրեասյանը համարում է լիցենզավորումն ու հավատարմագրումը։ Կարևորների շարքում է թվային միջավայրի ու տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչն ըստ նախարարի թույլ կտա էապես կրճատել վարչարարությունը։ Հարցերի շարքում նախարարը փաստում է, ունենք խնդիրներ գիտական գործնեության եւ տնտեսական ոլորտի փոխհամադրելիության առումով։ Չի գործում բուխ, հետազոտություն, տնտեսություն, եռանկյունին, հավելում է Ժաննա Անդրեասյանը։ Այսօր մեր երկրում բարձրագույն կրթության ծրագիր իրականացնելու լիցենզիա ունի 60 կազմակերպություն։ Ստացվում է, որ յուրաքանչյուր շուրջ 50,000 բնակչին մեկ բուհ է ընկնում։ Բուհական համակարգում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ամբողջ համակարգում ներգրաված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է հանդիսանում գիտական աշխատող։ Ընդ որում գիտական գոնե 1 աշխատող առկա է միայն 15 բուհերում։ Այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով եւ իսպառ բացակայում է հետազոտությունը որպես բարձրագույն կրթության անբաժան մաս։ Բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը չունի գիտական աստիճան։ Խնդիրներ կան նաև կրթական ծրագրերի բովանդակության տեսանկյունից։ Մրցունակ կրթությունը մասնագետի կայացման հարցում ամենավճռորոշն է, նշում է լսումներին ներկա նախկին ուսանողներից մեկն ու նախարարից հետաքրքրվում, արդյոք նոր օրենքը թույլ կտա լրացնել բացերը։ Որպես առաջարկ կուզենայի ներկայացնել, որ այդ կրթական process-ի շրջանակներում համագործակցություն լինի գործող կազմակերպությունների հետ, որպեսզի իրենք իրենց շուկայի մրցունակության պայմանները թելադրեն, թե ինչպիսի մասնագետ կուզենային ներգրավեն իրենց կազմակերպություններում։ Ինչ վերաբերում է օրենքին եւ օրենքում ինստիտուցիոնալ հնարավորություններին, ես իմ խոսքում նշեցի, դրանք լիցենզավորումն ու հավատարմագրումն են։ Այն մեխանիզմները, որով որ մենք կարող ենք ուրեմն վերահսկել այդ կրթական ծրագրերի որակը եւ ընդ որում մենք ֆիքսում ենք, որ դա պետք է հաստատի կրթական ծրագրի
որակը եւ ավարտողների որակավորման ճանաչելիությունը ոչ միայն պետական մակարդակում, այլև միջազգային։ Շուրջ 5 ժամ տևած լսումներին եղան հարցեր, ելույթներ ու նաև որոշակի քննադատություններ։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պատրաստ են ու բաց բոլոր կառուցողական քննարկումների եւ առաջարկների համար։ Սեպտեմբերին արդեն նոր երկրորդ ընթերցմամբ եւ վստահ եմ ձեր կողմից ներկայացված առաջարկությունների մի մասի ընդունմամբ նաեւ ներկայացի խորհրդան։ Այս համատեքստում էլ Ժաննա Անդրեասյանը հավելում է, որ լավագույն օրենքներն այն օրենքներն են, որոնք գրվում են եւ հետո փոխվում են։ Այս օրենքը ընդունելուց հետո գալու ենք դրա փոփոխությունների հետևից առնվազն ամեն տարի։ Եվ պետք չի, որ դա մեզ վախեցնի, որովհետև դա նշանակում է, որ մենք աշխատում ենք, դա նշանակում է, որ համակարգը առաջ է գնում եւ դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ենք։ Ավարտին խորհրդարանական ամբիոնից վստահեցվում է այլ ձևաչափ չի լինելու ճանապարհը մեկն է քննարկումներ կլինեն առաջինից մինչև երկրորդ ընթերցում։ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները, որ Իսլամական Հանրապետությունը հաղթել է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե անձամբ կանխել է Ալի Խամենեիի սպանությունը, պահանջելով Իսրայելից դադարեցնել ռմբակոծությունները։ Թրամփը հավելել է, որ վերջերս աշխատում էր հակաիրանական պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ, սակայն Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին դադարեցնում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ ԱՄՆ նախագահը նաեւ չի բացառել, որ ամերիկյան ուժերը կրկին կհարված են Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի ուրանի հարստացումը։ Մենք կպահանջենք արտաքին վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ։ Խոսքը կարող է լինել ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ նույնիսկ հենց ամերիկյան կողմի ներգրավվածության մասին, հավելել է Դոնալդ Թրամփը։ Իրանի արտգործնախարարը մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերը կոչ է արել նրան հարգանքով խոսել Ալի Խամենեիի մասին, եթե Վաշինգտոնն իրոք ցանկանում է գործարք կնքել Թեհրանի հետ։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահի նկատմամբ մեծ հարգանք ունենալու մասին Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Նա կրկին հարգում է մեր երկիրը, 1 տարի առաջ այդպես չէր։ Մեզ հարգում են նաև Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները, համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև հուսով է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթաց կգրանցվի։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է Պատրիոտ հոբ համակարգեր փոխանցել Կիևին։ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պայմանավորվել են զարգացնել առևտրային հարաբերությունները։ Պեկինի հետ համաձայնագիր ենք կնքել, այն ուժի մեջ կմտնի ավելի ուշ, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով առևտրային տարաձայնությունները հարթելու հարցով բանակցություններ են ընթանում նաեւ մի շարք այլ երկրների հետ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, մոտ ապագայում Վաշինգտոնն ամերիկյան շուկայում բիզնես վարելու պայմանների մասին կտեղեկացնի այն գործընկերներին, որոնք դեռևս առևտրային համաձայնագրեր չեն կնքել Միացյալ Նահանգների հետ։ Պեկինից հայտնում են, որ Չինաստանը շարունակի ապրանքների արտահանման թույլտվություններ տրամադրել, իսկ Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի դեմ ավելի վաղ սահմանված մի շարք պատժամիջոցներ։ Ավելի վաղ Պեկինը հայտարարել էր, որ արագացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտներում օգտագործվող հազվագյուտ մետաղների արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունների հիմնական պատճառն էին։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ, քանի որ Օտտավան հարկեր է սահմանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։ ԱՄՆ նախագահի խոսքով այդ քայլը հարձակում է Վաշինգտոնի վրա։ Առաջիկա 7 օրվա ընթացքում Կանադային կտեղեկացնենք, թե ինչ մաքսատուրքեր նրանք պետք է վճարեն Միացյալ Նահանգներում բիզնես վարելու համար, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Կանադայի վարչապետն արձագանքել է, Օտտավան առևտրային բանակցություններ կառաջարկի Վաշինգտոնին, չնայած Թրամփի կոշտ հայտարարություններին։ Մարկ Քարնին վստահեցրել է, բոլոր հնարավոր գործընթացները պետք է հաշվի առնեն կանադացիների շահերը։ Տեխնոլոգիական ընկերությունների համար հարկի մասին օրենքը Կանադայում ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ին։ Amazon-ը, Google-ը, Uber-ը եւ այլ ընկերություններ պարտավորվելու են վճարել կանադացի օգտատերերին մատուցվող թվային ծառայություններից ստացված եկամտի 3%-ը։ Միացյալ Նահանգներն էլ մարտին 25%-ի մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող տարբեր ապրանքների, այդ թվում պողպատի, ալյումինի եւ ավտոմեքենաների համար։ Բացի այդ 10%-ի մաքսատուրք է սահմանվել Կանադայից էներգակիրների եւ պարարտանյութերի ներմուծման համար։ Այդ ֆոնին Օտտավան էլ հայտարարել էր 25%-ի պատասխան հարկերի մասին։
Ռուանդան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Վաշինգտոնում խաղաղության պայմանագիր են կնքել։ Դրա համաձայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում շարունակվող հակամարտությունը կդադարեցվի։ Միացյալ Նահանգներն էլ այդ երկրի տարածքում օգտակար հանածոներ արդյունահանելու իրավունք կստանա։ Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկայ են եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Ռուանդայի արտաքին գործերի նախարարները։ Խաղաղության համաձայնագիրը հիմնված է երկու աֆրիկյան երկրների կողմից 2025 թվականի ապրիլին հաստատված հռչակագրի վրա։ Նշվում է, որ կողմերը պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ռազմական գործողությունները, որոնք սրվել էին M23 խմբավորման հարձակումից հետո։ Հարկ է նշել, որ Ռուանդան հերքում է խմբավորմանն աջակցելու համար Կիգալիին ներկայացվող մեղադրանքները։ Apple-ի, Facebook-ի, Google-ի եւ այլ ընկերությունների մոտ 16 միլիարդ մուտքանուն եւ գաղտնաբար արտահոսել է։ Բազայում թե հին, թե նոր տվյալներ են, տեղեկացնում է հեղինակավոր Forbes-ը հղում տալով Cyber News-ին, ըստ որի ամենայն հավանականությամբ տվյալները գողացվել են վնասակար ծրագրերի միջոցով, իսկ թե որոնք են դրանք, մասնագետը նշում է։ Հասարակ կայքից մինչև download արվող ինչ-որ սարքի մեջ նստեցվող ծրագիր կամ PDF ֆայլ, օրինակ ֆիշինգային լինքերը, որ տարածում են, մտեք այս ինչ տվյալները լրացեք, կարող են նույն բանով այդ լինքերը տարածել, որը պարունակում է ինչ-որ այդպես վնասակար ծրագիր, լինքով անցնելուց download անելուց հետո, որը մտնում է սարքի մեջ ու արդեն տվյալները փոխանցում է զեղծարների սերվերներին։ Այն, որ 16 միլիարդի մեջ կարող են նաև հայ օգտատերեր լինել, բացառված չէ։ Իդեպ, եթե ցանկանում եք ստուգել ձեր էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը արտահոսքի որևէ բազայում կա թե ոչ, մասնագետը տեղեկացնում է Have I Been Found կայքի եւ Cyber News-ի ստուգման հարթակի մասին։ Եթե էլեկտրոնային հասցեն որևէ բազայում լինի, կայքում խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը, միացնել երկփուլային վավերացում, ինչը թույլ կտա նվազեցնել հաշվին տիրանալու ռիսկը։ Իսկ տվյալներն ունենալով հաքերները կարող են դրանք օգտագործել տարբեր նպատակներով։ Օրինակ գովազդային նպատակով, օրինակ ինքնության գողության նպատակով, օրինակ, չգիտեմ, հետո մտնեն փորձեն այդ մարդու ինքնությունը գողանան, ասենք ուրիշ հաշիվների տիրանան, ամեն նպատակով կարող օգտագործվի էլի։ Կարող է անձնական նամակագրությունների տիրանալ, մեյլերում կամ cloud-ներում տարբեր տիպի զգայուն ինֆորմացիա են պահում, կարող են այդ ինֆորմացիային տիրանալ, կարող են ֆինանսական ինֆորմացիայի տիրանալ, օրինակ բանկային ինչ-որ տվյալների տիրանալ, որտեղ հեռախոսում հետ ենք պահում բանկային տվյալները։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, գաղտնաբառերի մեծ քանակ գողանալի սովորաբար հարթակներն են կոտրում։ Ըստ այդմ, արտահոսքերից որևէ մեկը պաշտպանված չէ։ Ինչ անել թիրախում չհայտնվելու համար, նշում է։ Գաղտնաբառը հերիք չի բարդ լինի, հա։ Գաղտնաբառը պետք է ունիկալ լինի, այսինքն դու պետք է ամեն տեղ ուրիշ գաղտնաբառ օգտագործես, որովհետև ոչ ոք պաշտպանված չի արտահոսքներից, այսինքն դու կարող ես օրինակ LinkedIn-ում գրանցվես եւ հակերները կոտրեն հենց LinkedIn-ը եւ այնտեղից գողանան հենց գաղտնաբառերը, որը դու ոչ մի տեղ չես կարող պաշտպանել, որովհետև դու չես կորուստի պատճառը, այլ ամբողջ հարթակը։ Իսկ ինչու է կարևոր, որ բոլոր հարթակների գաղտնաբառերը տարբերվեն։ Երբ որ նմանատիպ տվյալներ հրապարակվում են, շատ հակերային խմբեր միանգամից սկսում են փորձարկել շատ մի պարզ բան։ Քանի որ իրենք գիտեն, որ մարդկանց 10-ից 9 նույն գաղտնաբառն է ամեն տեղ օգտագործում կամ գոնե ինչ-որ հիմնական երկրներում, ռոբոտ են միացնում, որը ավտոմատ գնում է սկսում այս գաղտնաբառով այս մարդու տարբեր հաշիվները փորձի գրանցվել, մտնել։ Ու սովորաբար իրանց հաջողվում է, որտեղ մարդիկ չեն փոխում գաղտնաբառերը։ Այսօր մարդու տվյալների գրեթե 70%-ը թվային միջավայրում է պահված։ Այդ պատճառով մասնագետները նորից խորհուրդ են տալիս ուշադիր եւ զգույշ լինել խնդիրներից խուսափելու համար։ Փոքր քաղաք է Սիսիանը։ Օրեցօր գեղեցկացող այս բնակավայրում հյուրերը միանգամից աչքի են ընկնում։ Իսկ նրանք հունիսի 26-ին շատ էին։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն աստղային անձնակազմով Սյունիքի հյուսիսում էր։ Սիսիանցիները կդիտեն միջազգային հեղինակավոր A կլասի փառատոնների մասնակցած եւ մրցանակակիր ֆիլմեր։ Հենց այսօր էլ փառատոնի բացման ֆիլմը Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ անվանակարգի մրցանակակիր ֆիլմով է բացվում։ Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 44 ֆիլմ, որից 27-ը միջազգային ծրագրի ֆիլմեր են, 23 երկրից, իսկ 17 ֆիլմ էլ ազգային ծրագրի ֆիլմերն են։
Փառատոնն արդեն 8-րդ անգամ ժանրի լավագույն ֆիլմերը մեկտեղում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի կայուն աջակցությամբ։ Նախարարության բոլոր դրամաշնորհները ունեն անպայման մշակութային բաղադրիչ, այսինքն բոլոր այն ծրագրերը, որ նախարարությունը ֆինանսավորում է, անպայման ուշադրություն ենք դարձնում եւ շատ կարեւորում ենք, որպեսզի մի որոշ մաս կամ ընդհանուր առմամբ տեղի ունենան մշակութային որևէ մարզային որևէ ուրեմն քաղաքում, գյուղում, շրջանում։ Դա շատ կարևոր գործոն է նախարարության համար, որպեսզի կարողանանք բոլոր մարզերում համաչափ զարգացնենք արվեստը, համաչափ զարգացնենք եւ ամրապնդենք մատչելիությունը, հասանելիությունը եւ ոչ միայն զարգացնենք, այլ նաեւ աշխուժացնենք տեղի մշակութային կյանքը։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորված միջոցառումները նաեւ կարողանանք մենք մեր մարզերի, մեր բնակչության հետ կիսել եւ որպեսզի մեր Հայաստանի Հանրապետության մյուս բնակիչները, մյուս մեր գործընկեր քաղաքների բնակիչները նույնպես կարողանան մասնակցեն։ Օրինակ այսօր ես կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն այս փառատոնը պետք է որ առաջացրած լինի Սիսիանում, ես գիտեմ, որ նույնիսկ հյուրանոցներ ազատ հյուրանոցներում արկա տեղ չկա, ամենայն դեպս այդպես են ասել, որովհետեւ ունենք բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից։ Հյուրընկալող համայնքի ղեկավարը շեշտում է Սիսիանի դռները միշտ բաց են, սիսիանցիները միշտ սպասում են լավ հյուրերի։ Միջոցառումները շատ կարևոր են Սիսիանի բնակչության համար, առօրյայից կտրվելու համար։ Սա սկիզբն է մեծ sense միջոցառման, բայց ոչ ավարտը։ Էլի ունենք միջոցառումներ, ամառը թեժ է լինելու մեր Սիսիան համայնքում, Սիսիանի բնակիչների երիտասարդության համար։ Փառատոնն ուրախացրել էր հատկապես երիտասարդներին, ասում են մի քանի օր սպասել են տարբերվող երեկոներ ունենալու հույսով։ Արդեն կես ժամ է այստեղ եմ, ինչ-որ յուրահատուկ բանի եմ սպասում, մտածում եմ կդիտենք կինո և կիմանանք կինոարվեստի մասին շատ բացահայտումներ։ Հանդիսավոր ելույթներից հետո սկսվում է իրական խրախճան կինոսերների համար եռօրյա կինոդիտում։ Փառատոնը Սիսիանում է նաև հունիսի 27-ին և 28-ին, այնուհետև ընթացքը կշարունակի մայրաքաղաքում։ Գավառ համայնքի նորատուց բնակավայրի արվեստի դպրոցը 2024 թվականին համայնքապետարանից ֆինանսական միջոցներ է ստացել անհրաժեշտ գույք, տեխնիկա, աշխատանքային պարագաներ ձեռք բերելու եւ դպրոցի շենքային պայմանները բարելավելու նպատակով 1.225.000 դրամ կապիտալ դրամաշնորհով դպրոցը ձեռք է բերել բարձրախոս 2 անլար խոսափող, տեսահսկման համակարգ եւ պարային հագուստներ։ 675.000 դրամ ընթացիկ դրամաշնորհով էլ ձեռք են բերվել պարային կոշիկներ, երգչախմբի հագուստ, վարագույրներ եւ քիվեր, բարձրախոսի հենակ եւ կախիչ։ Բարելավվել է դպրոցի միջավայրը, որը նպաստում է երեխաների կրթության որակի բարձրացմանը, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, ինչի համար նորատուսի արվեստի դպրոցի տնօրինությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում Գավառի համայնքապետ պարոն Գուրգեն Մարտիրոսյանին ուշադրության ընդառաջելու եւ օպտիմալ լուծում տալու բոլոր հարցերին։ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից 7.440.000 դրամ էլ հատկացվել է դահլիճում ջեռուցման համակարգի կառուցման համար։ Տեղադրվել են ժամանակակից 8 օդատակացուցիչներ, որոնք ապահովելու են 350 քառակուսի մետր տարածքով դահլիճի ջեռուցումը։ Փոխվել են նաև դպրոցի թվով 16 պատուհաններ, որոնց համար ծախսվել է 2.148.000 դրամ։ Հունիսի 24-ին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13:40-ին Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ, տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող տեղնականաչափուն զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։